Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ նորից մեր տաղավարում մեկ շաբաթ անց ձեզ հետ հաղորդում անցկացնելու համար։ Պարոն Շիրինյան, այսօր մեր բանակի տարեդարձ է 34 տարեկան բանակ ունենք, երիտասարդ, սովորաբար ընտանիքում երբ այդ հասակի ինչ-որ երիտասարդ ես ունենում եւ մի փոքր կողքից օգնում ես, աջակցում ես, խորհուրդ ես տալիս կամ հակառակը այնքան կայացած է լինում, որ դրա կարիքը չի լինում։ Հիմա այսօր մեր բանակի օրն է, երեկ էլ հիշեցինք մեր տղաներին, ովքեր ընկել են հանուն հայրենիքի եւ 90-ական թվականներից սկսած այդ բոլոր զոհերին ներառեցինք այդ պետական օրվա մեջ։ Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անախորժություններ եղան կամ տարաձայնություններ, կարևորը այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը կա հենց այդ տղաների շնորհիվ։ Ճիշտ է, կորցրել ենք Արցախը, բայց դա դեռ վերջը չէ։ Ուրեմն ասեմ, որ նախ շնորհավորում եմ Հայաստանին, մեր ուղեղի մեջ անընդհատ Հայաստան դելն է, հետո հայ ժողովրդին, որտեղ Հայաստանը իր կերտած ուրեմն շքեղ պետականությունն է լինելու։ Դա հաստատ ես համոզված եմ եւ հայ ժողովրդին աշխարհով մեկ, որովհետեւ այդ պատերազմը եւ պատերազմները պատմականորեն մեր ժողովուրդը ամբողջովին է արել, երբեմն առանց պետականության, այս պարագայում կիսապետականությամբ, որովհետեւ մենք տեսանք մեր պետականության էությունն ինչ էր։ Հիմա ձեր ասածով ես համաձայն եմ այդ մասերը չմտնենք էլի, որովհետև այսօր տոնական օր է եւ փառահեղ օր է։ Ես ասեմ նաեւ, որ հետաքրքիր զուգադիպությամբ երեք իմ հայացք Երևանից հաղորդաշարներ գրաֆիկով եւ այսօր էլ ուրեմն այս մեր հաղորդումն է։ Բացում ենք փակագծերը եւ այսօր մենք որոշ փակագծեր բացենք, որը հետաքրքիր կլինի մեր ունգնդրին անպայման։ Անկախ Հայաստանի բանակի մասին ենք խոսելու, թե անկախ Հայաստանի հիմա ավելացնեմ, որ 34 տարին մոտավորապես Քրիստոսի տարին է, Քրիստոսը ապրել է այս երկրի վրա 33 տարի եւ հավերժ է, աստվածային է, ուրեմն Հայաստանն աստվածային է։ Հիմա խնդրեմ, այսպես անենք երևի, գիտեք, ես նյութեր կան, որ մեր ժողովուրդը աշխարհում եք, հատկապես ուրեմն ովքեր որ օտարաբանությամբ վարակվել են, ես դա վատ բառով չեմ ասում վարակ, մեղավոր, ովքեր հատկապես սովետական լավ դպրոցի լավ պատմագիտություն են անցել, այսինքն մինչև վերջ մշակված են, ովքեր որ այսօր հետևում են այն պատմաբաններին, ովքեր այդ մշակումներն արել են, որոնք հակահայաստան են եւ հակապետական են, մեր բարակայով։ Եվ ռուսական սխեմաներ են, սովետական, որոնք այդպես տրվել են։ Դա համար ես թվում է, որ ճիշտ կլինի, որ մենք մեր պատմության անհայտ էջերը ներկայացնենք մեր ժողովրդին, գիտեք, իսկ ինչպես կողմնորոշվենք, այս հարցը շատ դժվար է։ Ասում են, պատմությունը պետք է գրվի օբյեկտիվորեն։ Դե եթե ի վիճակի եք, դուք Ալիևին համոզեք, որ ինքը պատմությունը օբյեկտիվորեն գրի, զենքը ձեռքը հրթիռներ հետևներից տնկած, ինչպես որ եղել է, 2 օր առաջ է եղել։ Դուք համոզեք այդ դեպքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հումանիտար բաժանմունքին, որ պատմություն օբյեկտիվորեն գրի, ձեզ էլ չպարտադրի արտագրել, կաշառքի մեջ թաղվել եւ իրենց գրաններով գիրք գրել։ Կարող եք, այդպես չի լինելու։ Այդ ձեզ համար արեմուտ չի, մենք։ Դա այստեղ չկան թոյմբիներ, որ պատմագիտություն տան ձեզ։ Հետևաբար հարց առաջանում, որ սա շատ սկզբունքային է։ Իսկ ինչպես այս ուրեմն ամբողջի մեջ գտնել են մարգարիտները, որ մեր պատմությունն է։ Ուրեմն կա մի ձև, ուրիշ բան չկա։ Ոչ թե օբյեկտիվության, պատմաբաններին եմ ասում, արևելակետներին եւ էլիտա կոչվածին, եթե ինքը էլիտա է, որտեղ էլիտան
էլիտար պիտի լինի ոչ միայն իր մեքենան, հագուստը, տեսքը, այլ նաև հոգով պիտի էլիտար մտավորական լինի ազգային էլիտան։ Այդ էլիտային եմ ասում նաև որից աշխարհում եք։ Կալ ուզում մի ճանապարհ ճանաչել ազգային պետական շահերը գծիկով, որտեղ ինչու եմ ասում ազգային պետական, որտեղ ազգային շահի ձևակերպումները անգլերենով է եղել ամերիկյան քաղաքագիտության ավազանում եւ nation-ն է, ազգային է, բայց ըստ էության պետական պիտի լինի, այս արևմուտք այս տերմինաբանական խաղակա ես որպես շփոթ չառաջանաց սովորաբար նաև լսարներում բացատրեն որ գծիկով ասեք որ շփոթ չառաջանա դա պետ անվտանգությունը չի KGB եւ այլն, այլ ազգային պետական շահ ասեց ինչ Ամերիկայի ասենք ազգային շահ, բարձ է որ Ամերիկայի պետական շահի մասին է խոսքը եւ այսպես շարունակ նույնիսկ այսպես ասեմ որ որոշ լավ կայացած ճակերտավոր քաղաքագետներ անգամ այս նրբությունները չեն կարողանում հասկանալ տարօրինակ են նայեք բանավիճում են ես բանավեճ շատ արագ փակել գիտեմ էլ այդ ծեվի բանավեճը սա հատուկ եմ ասում ուրեմն լսի սովորի առաջ շարժվի բաներ մի արա էլի կոտոշներ կներեք հիմա ասնենք այս ազգային շահի իհարկե ձևակերպումը դժվար է ովքեր են ձևակերպում ազգային էլիտան դրանք պետական իշխանությունն է մտավորականությունն է ովքեր ի վիճակի են ռազմավարական մտածողության ովքեր ստեղծագործական միտք ունեն դուք մի բան պետք է նկատի ունենաք վաղուց ապացուցված է որ գիտության մարդկանց մի ստվար մեծ խումբ լավ պատճենահանող է, քսերոքս, ընտիր, ձեզնից լավ ձեր բացատրածը կսովորի, հետո կսովորեսնի նաև, որպես հայկական սովորույթ էլի, մի 4 ամիս հետո, որպես սեփականը, իսկ ստեղծագործականը շատ քիչ մարդիկ են կարողություն ունեն, բայց կան, հիմա սրա մեջ ոչ վիրավորական բաճ կա, ոչ էլ նվաստացման, մենք ունենք ուսուցիչներ, փայլուն տիրապետում են այն դասագրքերին, որոնցով դասավանդում են, ես փայլուն, որը իրենք են դասագրքից են գոմ, այսինքն հեղինակին կարող են բացատրել, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ ունեցել, Լարիչևի ուրեմն են հայտնի մաթեմատիկայի դասագիրքը Լարիչևից լավ գիտեր, բայց նա ինքը ստեղծագործական կարողություն չուներ, լավն էր, էլի, մի խոսքով բերեք ես, սրանք ասում են, որ սովորվի, արվի, որտեղ մենք հնդացս, ոտի վրա մեր պետություն պետք է կայացնենք, մենք պետք է մտածենք, որ ժամանակ չունենք, տեսեք, ինչու եմ ասում, և որտեղ այստեղից է շատ բաներ լինում, արդեն աշխարհը խոսում է 4-րդ արդյունաբերական հեղաշրջման մասին, սրա հետևից հասնել է պետք, ով մնաց, Ռուսաստանը խրվել մնացել է խուտորում, այդ խոշոր է, էս է, են է, ցար են, այս բոլորը արդեն հաշիվ չի, ոնց են հասնելու, չգիտեմ, հիմա բայց մենք մեզ վերադառնանք։ Մենք գնալու ենք 5-րդ սերնդի բանակ ունենալու։ Հիմա տեսեք, արդեն բայց մի խոսքով ուզում եմ ասեմ, որ այդ ձևակերպման մեջ պիտի համաձայնվենք, որ պատմությունը ևս պիտի գրվի ազգային պետական շահի տեսակետից։ Իհարկե շատ լավ կլներ, որ աշխարհը պատմությունը գրեր օբյեկտիվորեն։ Հիմա գնացեք Քեմալ Աթաթյուրքին պարտադրեք, գերեզմանից անեք, որ ինքը ճիշտը գրի, այդ ձեր հասկացած։ Եթե ինքը իր ճիշտը գրի, ինքը պետք է Ալթայ գնա։ Եթե ռուսները ճիշտը գրեն, Պուտինը ձեզնից պետք է ներողություն խնդրի, Արևմտյան Հայաստան վերադարձնի, Արևելյան, իր սիրելի Ղարաբաղցիներին տանի հետ, ես վերևի շերտերն եմ ասում, բայց Բաքու տարավ, հասկանում եք ոնց, այսինքն հիմա այս տնում ենք և դրանից հետո ամեն ինչ ճշտվում է, բայց եթե մենք տնում ենք այս հարցը, ազգային շահի իհարկե գիտական պիտի լինի և այլն, այս բաներ չանենք, բլեֆներ չանենք, այդ բոլորը ճիշտ է, ուրեմն ինչ է ստացվում, ուրեմն մենք մեր պատմագրությունը առնվազն պիտի ուրեմն հետ ընթացով մոտավորապես ասեմ էլի, մինչև Խաչատուր Աբովյան դրանից առաջ և դրանից հետո նորից նայենք, տեսնենք ինչն է օբյեկտիվ, ճշմարիտ, ինչն է սուբյեկտիվ, պարտադրված և այդ
դա հսկայական աշխատանք է Նկատում պահանջում։ եք մաքրել պատմությունը։ Հա, բայց պարտավոր ենք անելու։ Ես զգուշացնում եմ, եթե սա չանենք, նոր սերնդին եմ ասում, մեր նման կոտորվելու եք։ Ծառայել եք կոտարին։ Ձեր շահերը չեք պաշտպանելու, դուք չեք պաշտպանելու Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե նվիրումով նվիրվելու եք Հայաստանի Հանրապետությանը, հետո վերջում ինչպես որ հիմա եղավ, ձեռներդ գլուխներիդ եք խփելու, որ այս գործիք եղանք սրանց ձեռին, գլխի չընկանք։ Ես ինչ արեցին եւ պաշտպանեցինք կամ էս Ռուսաստանի կամ չգիտեմ Զանզիբարի կամ Արգենտինայի շահեր օրինակ։ Դրա համար պետք է սա եւ չպետք է վախենալ սրանից պետական ինստիտուտներ հրաման պետք է արձակեն այս պատմաբաններին եւ որ կփոխեք եւ անեն եթե չէ կմնաք պատմաշինարար ինչպես եղել եք բոլորի մասին չի խոսքը ես ուզում եմ ասել այդպես չի որ բոլորն հիմա ասելիք հետեւյալն է այո մենք պիտի հասկանանք ինչ կատարվեց մեր հետ Մենք բանակը մեր ասեմ որ այս շրջանում օգտագործենք նաև բանակը որպես հավաքական մարմին ինստիտուտ մեր 44 օրյա պատերազմում հերոսության ուղղակի էջեր գրանցեց մենք հիմա ընկել ենք այն դավաճանների հետևից կագեբեշտիկների որոնք ռուսների հետ միասին ռուսների հրամանով ադրբեջանի շահեր էին սպասարկում մենք գիտենք նաև, չէ, սխեմաները հուշող են, բայց դա այդ մի մասն է, բայց չէ, որ բանակը իր արյան դժբախտաբար առատ բանով ուրիշ տարբերակ չկար, պահպանեց այն, ինչ որ այսօր ունենք, ինքն է պահել, մեր ժողովուրդն է պահել և հասարակ ժողովուրդն է պահել, և պատական չի, որ այսօր երկու օրը վերջում մի գեներալի այսպիսի բան ասեցի, լսեք, ամբողջը ես տանուլ տվեցիք, որտեղ պահանջը բանակից է, մի գեներալ ինքնասպան չեղավ, կամավոր Բաքու գնացին, ինքնասպան չեղավ, ես ոչ թե ուզում եմ, որ ինքնասպան լինել, բայց երթում է մեկը չխելագարվեց, թես ինչ կատարվեց։ 18-19 տարեկան տղաներ են ունեցել, որ նռնակներով իրենց գերի ազգանունով, չէ, Երբ որ այդ բան են խոսում, իհարկե Լեոնիդ Ազգալյանը բանակային չէր, ես նրա կերպարն եմ հիշում, լեռների վրա, հետն եք եղել, այդ էր ծեր արածը, մի գեներալ, մի գնդապետ, գիտեք, որը գնդապետները կռվել են, մի գեներալ գիտեք, որ նորմալ կռվել է, չլսեցինք, ցույց տվեք, բայց մենք գիտենք, թե Շուշիում քանի գեներալ կար, չէ, տարբեր ծառայություններից, Եթե սխալ ենք, թող ասեն սխալ են, այդ մարդիկ ասեն, ես չեմ եղել Շուշիում և Շուշիի հանձնման հետ ես ոչ մի կապ չեմ ունեցել, դու էլ չեմ փախել ավելի շուտ, քան Շուշին հանձնվել է, հարց եմ տալիս, Շուշիում ինչ էիր անում, երկու օր առաջ, երկու օր հետո, երկու օր եւ ինչ էիք անում դուք, և այսպես ճողոբրել եք, չէ, հիմա սրանք կան, բայց հավաքական իմաստով Այսօր մենք պետք է ընդգծենք, որ այո մեր բանակը ինքը նաև երևի թե ընթացքի մեջ կայացավ, ինքը արեց եւ շատ ես ինչքան գիտեմ, հիմա շատ գնդապետներ դառնում են գեներալներ, այսինքն նրանք ովքեր որ անտես էին, չէին երևում եւ որոնք ատում էին իրենց ուսադիրների ոսկին, լսեք գեներալները ոսկի են դրել, իրենց փոխանակկրթություն ստանան փորերը նեղացնեն եւ այլն այսպիսի բաներ, բայց բանակը այդ խնդիրը լուծել է եւ նաեւ ընդհանուր է, որպեսզի ասելիքը ճիշտ լինի, օբյեկտիվ լինենք այս բaragայում։ Տեսեք, ուրեմն քանի պետության դեմ են կռվել 44 օր, քանի պետության դեմ Առաջինը Ռուսաստանի նախագծով է եղել, այս բոլորը։ Ուրեմն կներեք, մեր մոտ այդ բառը աշխարհում այնքան ավանակ կա։ Դուգին ասում է մենք քեզ Ղարաբաղ տվեցինք Ալիևին։ Իրենք ասում են ռուսները չեն դավաճանել։ Այն Շոյգուն ասում է թուրքերի հետ մենք օպերացիա իրականացրինք։ Արցախը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Պապան ասեց Էլի կան պուտինիստներ, բա կետինը չեք մտնում, ասեն կամ էլ ավանակ եք իսկապես, կներեք։ Եվ այս բանը պետք է դադարեցվի։
Հասկանում եք ոնց է։ Հիմա ում դեմ, այո, այս բոլոր Լավրով Բլանով է եղել։ Եվ հիմա մինչև հիմա Լավրով Բլանով Հայաստանը հիբրիդային պատերազմ մեջ են ուզում քաշել, որ ինչ որ մասով նաև ընդգրկված է նրա մեջ, գիտեք, եկեղեցու վերնախավը։ Ուրեմն սա այսպես, երկրորդը իհարկե գործողը Ալիևն էր եւ իր բանակը, որին զինել է Ռուսաստանը հիմնական, կասկած կա, հա, 5 միլիարդ դոլարից ավելի զենք է մատակարարել։ Էնել դե 90 է տվել, ձեզ տվել է մի օր։ Քեզ էլ ասել է չունեմ, չի տա միջև հիմա կարծեմ պարտքերը չի փակել։ Դաշնագիծը, ռազմավարական։ Էս էլ ոնց որ ծաղր լինի։ Այդ ով որ ասում է ինքը ապուշ է։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնագիծն է։ Կարող է քո դաշնագիծն է, մորը, թորը, հայ ժողովուրդն Հայաստանի ինչ կապ ունեն։ Այսպիսի դաշնագիծ է լինում, ձեռով ոտը կապում է, շպրտում են կողմը, հույսը ականջի տակ հույսը դնում է, հետո դու հարց ես լուծում, հա։ Ուրեմն էս էլ էս կողմ ենք դնում եւ ովքեր են։ Ուրեմն հետո մասնագիծ է Թուրքիան, հետո Ռուսաստանի հրավերով, մասնագիծ է Իսրայելը, մասնագիծ է այնտեղ Պակիստան եւ այլն եւ այլն։ Հիմա որ նայում եք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր իր եղածով նոր ձևավորված իշխանություն եւ դա ընդրություն է եղել Աստծո կամքով, այդպես եղել է։ Նոր ձևավորված իշխանություն եւ ուրեմն որից հետո կորոնա դրանից առաջ։ Այս կան եւ ինչ կան երևի հասարակակետ կոչված ուրեմն մուտանտը 80%-ով պետության հեղափոխության տեմ եղել այդ օրերին, էլ մնացածներին չեմ ասում, օլիգարխներ, իրենց ախրանաներ եւ այլ, պատկերացնում եք, եւ այս պայմաններում մենք սա պահել ենք, դրա համար Փառք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այն մնացածը գնացողը, ես կասկած հիմա չունեմ, որ բանակ կվերակառուցվի, բայց ես մի քաղաքագետ որպես եւ կուսակցության նախագահ նահանջ պահանջ ունեմ, ժամանակը շատ սուղ է, բարեկամներ, բանակը պիտի վերականգնվի, անկախ են բանից մենք կունենանք պատերազմ թե չէ, բանակ շատ արագ պիտի վերակառուցվի, այսպես ասեն, 4-րդ արդյունաբերական հեղաշրջման բոլոր պահանջներին համաձայն, որովհետև կյանքն ապացուցեց, որ հայ ժողովրդի միակ բարեկամը իր ազգային բանակն է եւ իր պետականությունն իր իշխանությամբ։ Վատ է որակը, պիտի լավացվի, փոխել է պիտի արվի, բայց դա է միակ փրկության ճանապարհը։ Ռուսների համար ասեմ ձեզ հետեւյալը։ Եվ ընդ որում իմը ռուսների դեմ ինչ-որ բան չի, կամ էլ իրենք են արշավում, իրենց դեմ եմ, եթե վաղը Պակիստանն արշավի, իրենց դեմ կլինեմ, այսինքն բնական է իմ դիրքորոշումը։ Ով մեր ազգային Ալեքսանդր, եւ դա չի փոխվել, Ալեքսանդր III-ը երկու արտահայտությունով հայտնի է, ցարը։ Ուրեմն սովորաբար նրանք գրքերում գրում են ապուշը, բայց այդքան էլ ապուշ չի։ Դե ցարերի մեծ մասին գրում են ապուշ, այսինչ է, իրար հետ հարցեր ունեն։ Բայց ինչ է գրում, ասում որ Ռուսաստանը չունի դաշնակից։ Եվ այսօր էլ այդպես է, Ռուսաստանի միակ դաշնակիցը իր բանակն ու նավատորմն է։ Այսօր հրթիռի ուրեմն Պուտինի միակ դաշնակից իրական իր հրթիռներն է, որը չունի միջուկային զենքը։ Երկրորդ մասն եմ ասում։ Ուրեմն Ռոստովի հայերը Նախիջևանի, գիտեք, նոր Նախիջևանի հայություն ժամանակին Եկատերինայի համար, չգիտեմ ինչի համար, արձան են կառուցել եւ հայերեն տարեր են գրել։ Եկատերինա կայսրուհի եւ այլն, որտեղ իրենց Ղրիմի խաղողի այգիներից տարել է Ռոստովի տափաստաններ, գիտեք ինչքան են զոհվել, այդ վերջը ինչ որ է։ Եվ Ալեքսանդր երրորդը ինչ որ հանգամանքներ բերումով տեսնում է հայերը տարեր, ասում է անմիջապես մաքրեք արձանի վրայից, որտեղ Եկատերինան հավերժ է, իսկ Հայաստանի հայ տարեր չեն լինելու ժամանակին եւ մաքրել է տվել։ Հիմա մաքրվեք, իշքան կարող եք, կամ խելքի եկեք, կամ այսպես։ Հիմա բայց ինչ ասես, իրենք այո իրենց դաշնակից չունեն, իրենք էտեն։ Հիմա ինչ եք որոնում իրա։ Երկրորդը, բայց սա նաեւ ուրիշից կարելի է սովորել, նայ, ռուսներից էլ կարելի է սովորել։ Պարտադիր չի արաղը խմելը զակուսկիով սովորել։ Հասկանում եք,
սովորել, իսկ իրականությունը ցեղասպանություն, Արցախյան այս կռիվ եւ այլն այս ամբողջ ապացուցեց, որ մենք կունենանք դաշնակից, եթե կունենանք բանակ ու պետություն, եւ երբ որ բանակը պետականությունը սկսեց վերականգնվել 20 թվականի այս դեպքերից հետո հայտնվեց Հնդկաստանը, որ զինի Հայաստանի բանակը, որ զինի, եթե չզիներ պետք չէր։ Ուրեմն հայտնվեց Ֆրանսիան, որ պարտքերը փակի հաջորդի հանդեպ։ Հայտնվեց եւ պարոն Թրամփը իր բարյացակամությամբ, իր հաշիվներով եւ այսօր վստահ եմ, որ Թրամփի ուղին մեզ դանում է դեպի Հայաստան որպես բանալի պետություն տարածաշրջանում, գուցե եւ ավելին հետո, որովհետեւ հետո կերևա։ Այնտեղ գիտեք, չէ, սխեմատիկ եթե ասենք Թրամփի այսինքն այն օժանդակությունը, որ գալիս է դեպի Հայաստան, պիտի գա, դամ գալիս է արդեն գալի, կարծեմ կազմակերպական Ադրբեջան եւ այլն մեզ մոտ ունի հիմնական երկու ուղղություն։ Միջուկային էներգետիկա, ինչքան եմ ասել տարիներով, որ մեզ միջուկային ֆիզիկա է։ Դրա մասին խոսենք գովազդից հետո, պարոն Շիրինյան։ Ամփոփելով բանակի թեման, շնորհավորում ենք եւս մեկ անգամ մեր տղաներին, ովքեր առաջնագծում են։ Շնորհակալություն նաեւ նրանք, ովքեր այս մեր բանակը վերակառուցում են։ Վերակառուցում են, Աստված տա, որ այդ բարեփոխումները իրոք տեսանելի լինեն։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ, դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, շատ ողջորված խոսում եք, ես ընդհատեցի, որ գովազդի հիմա վենսը գալիս է Ադրբեջան, Հայաստան։ Ինչ է տալու սա մեզ։ Ես իմ ենթադրությամբ նաեւ հաղորդագրություններ կան, բնական է, որ Միացյալ Նահանգները արշավը շարունակում է եւ տարածաշրջանն ընդգրկված է այն մեծ նախագծի մեջ, որը Միջին Ասիա կամ Կենտրոնական Ասիա, որը հայկական, Ջիբրալթարով, Թրամփի ուղին ինչ է, հայկական Ջիբրալթարն է, միանում է համաշխարհային այդ ամեն ճանապարհներ եւ այլն, գործնական հարցեր քննելու հավանաբար նաեւ օժանդակության ձևերը կազմակերպելու, որտեղ փոխնախագահն է։ Ես ինչ էի ուզում ասել, տեսեք, այս վերջին նախատեսումը որ կա, չէ՞, միջուկային էներգետիկա Հայաստանին եւ կիսահաղորդիչներ։ Բայց նաեւ սպառազինություն Ադրբեջանին։ Սպառազինության մեջ զրահապաճկոններ, տեխնիկա, հոներանք իրենց լավագույն բաները չեն տանում։ Բեկա մտահոգություն 907 բանաձևի չեղարկում։ Զուրտեղը միջուկայինը թող լսեն, կիսահաղորդիչները տեսնեն, որ ֆիրմաներն են համաշխարհային ընկերությունները կարողանան յուրացնել։ Մնացած մանրուքների մասին չեմ ուզում ասել, երկրորդը։ Եվ ինձ համար հետաքրքիր է, որ նաև կատերներ, բանակային, ծովային։ Եթե դա այդպես Ադրբեջանի բարակայով հարց առաջանում կատերներն ում դեմ, մեկը Ռուսաստանի, հավանական մյուսը Պարսկաստանի, ուրիշ ինչի համար, Թուրքմենստան, Ղազախստան, նրանք չեն ապստամել։ Ուզում եմ ասել, ֆունկցիաները պետությունները փոխվում են եւ այլն, բայց այստեղ եթե մենք ենթադրենք մեզ համար նախատեսված է, որ ես բան եմ, որակով ռեալիզացնենք, իմ ուզած Հայաստանը, որ բանալի պետություն այսօրվա մեջ կա ու ժամանակի հարց է, բայց կանենք թե չէ, սա է հարցը, սա պիտի լինի, թե չէ, իսկ վենսը մի բան պիտի ասեմ, որ ուշադիր լինեն, կարծում եմ, որ լավ կընդունենք, դե պարզ է, որ ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ողջունում է, բնականաբար եւ շատ-շատերն են ողջունում, բայց կա մի բան, որ պետք է հաշվի առնել, հանրապետական կուսակցության հապակա նախագահները, սա ռևանշիստների համար եմ ասում, հավանականորեն երկուստ են տեխնացուները, Դիվենսն է կամ Մարկո Ռուբիոն է, երկուսն էլ օքեյ են։ Նկատում եք, որպես Միացյալ Նահանգների ապագան Թրամփը կգնա, բանը Պուտինն էլ հետ չի գալ, իմացեք, ընդհանրապես չի գալ, իմացեք։ Ուզում եմ ասեմ, նրանց տեսնում եք որպես ապագա նախագահներ Միացյալ Նահանգների, ովքեր շարունակեն այս գործընթացը։ Եթե այստեղ որտեղ դեմոկրատների կազմակերպական ես ինֆորմացված եմ, որտեղ դա ինֆորմացիա է եւ ինֆորմացիան տիրապետելու հետ կապում է։ Առայժմ խելքի չեն գալիս պարտությունից հետո հաջորդ ընտրությունների բարակայով նախագահանի մասին է խոսքը, իսկ պարզ է, որ Թրամփը հավես չի լինելու, լավ ղեկավարն ինչ է, այն առաջ կմղի եւ երկու տեխնացուներ են, Ռուբիոյի մասին կարծում եմ կասկած չկա, Դիվենսն էլ երևում է նախաձեռնությունների մեջ, ուրեմն ես կառաջարկեմ Հայաստանի իշխանություններին, ուրեմն Դիվենսին ընդունել նախագահին համարժեք բոլոր պատվի բաներով, այսպես պետք է մեկ քաղաքական Թրամփը նախանձ է, ոնց կընդունի։ Չէ, իրեն է։ Ինչպես կարող է ինքը լինելով։ Ինքը թողա, մենք իրեն կընդունենք, այնպես ինչպես որ ինքը հայ ժողովրդին ընդառաջ եկավ, այդ նախագիծն արեց եւ այլն, բայց թե ինքը դժվար Հայաստան կա, հիմա նա է եկողը, դա Ամերիկայի պետության հանդեպ։ Պարոն Շիրինյան, ինչ ունենք ասելու այս հանդիպման ժամանակ, որ կարող ենք օգտագործել, ինչի մասին։ Առաջինը սահմանների հարցն է, այս ազերի քոսոտը պետք է Հայաստանի սահմաններից դուրս գա, որովհետև այդ բանը Ալիև կոչվածի մասին է, եւ չպետք է ցկցկի, այս հարցը շատ արագ պիտի լուծվի, սահմանների ժամանակ խոսել։ Այո, եւ պիտի տանել ցույց տալ ջերմուկը, ինչ է եղել որ, եւ պիտի ցույց տալ, վենսը, նայեցեք, սրանք հայ իրականության քաղաքական գործիչներ չեն, ես ենթադրում եմ, սրանք նաեւ քրիստոնյա մարդիկ են, աստվածաշունչ են կարդացել,
Աստվածաշունչ են կարդացել, մի մասը դրանով ապրում է, օրինակ Վիլսոնի մասին հուշագրություններ կան, պաշտոնաթողությունից հետո ասում են նա որ դե արդեն առողջ չէր, ասում ամբո առավոտից իրիկուն ծնգների վրա աստվածաշունչներ կարդում էր եւ խորհում էր, խորվիրապ պիտի տարվի, մասիսները պիտի ցույց տրվի, որը բան պետք չէ, որովհետեւ քաղաքական մեջ սիմվոլիկան ավելին է, քան կարող է լինել սիմվոլիկանը, ուրեմն պիտի տանել եւ ցույց տալ, ինչի մասն է խոսքը, եւ այսպես նա ճար չունի, Ալիևը կամ պիտի բախվի Միացյալ Նահանգների հետ կամ վերադառնա Պուտինի տակ, վերադառնա, ինքը տեսնում է Պուտինի վիճակ, էլի վերադառնա, հասկանում եք ոնց, այսինքն սա մեկ երկրորդը ուրիշ բան կա, որ շատ կարևոր է։ Գերիների հարցը կարող է։ Գերիների հարցը անպայման, մեր տղաների հարցը միշտ պիտի քննվի։ Ռազմագերի են, գերի են, պատական են, պատանդ են, ինչ են, այդ բոլորը իրավաբանների ձևակերման հարցն է, իրենց գործի մեջ չմտնեն։ Վերադարձի հարցը անպայման պիտի լինի, իհարկե նրանց մասին էլ կարելի ասել, բայց նրանց Պուտինը հանձնել է չեն էլ տա, Պուտինից էլ թող ուզեն, իրենք ուզեն, ասեն, ես ինչ արեցին, երկիրը հանձնել տվեցին, մեզ էլ Բաքու ուղարկեցին, վերեք, բաներ, պատրանքներ այստեղ պետք չեն, բայց ուրիշ բան կա, ես կարծում եմ, որ պիտի են, ոնց ասեմ, Պուտինի բաներ բեսին հանգարտ բաներն են փտած գիտնականներով չշրջապատեն կիսատիտվոս, միտվոս, սովետական, ամբողջ Հայաստանը ցույց տան մեր հնարավորությունները եւ այլն, ուրեմն փորձեն Հայաստանի Հանրապետության համար տեխնոլոգիաների, գիտության, տեղական հումքի մշակման, օրինակ ոչ մետաղական հանքարդյունաբերության, բղնձի, մոլիբդենի, այս բոլոր հարցերով մի հատ լավ բան անեն եւ ամերիկյան կապիտալի ընդգրկվածություն ուզենան։ Դա անպայման կարևոր է ու մի կարևոր հարց։ Ես օրինակ կուզենայի, որ իհարկե իմ ուզածը չի լինելու, ամերիկացիները կամ մեր ամերիկահայ ավելի լավ կլներ ասել ամերիկյան քաղաքացի հայերը էլի, որոնք ազդեցություն Հայաստանում հիմնադրվի հայկական, ոչ թե ամերիկյան, իսկական մի համալսարան, մեզ համալսարան է պետք, այդ բոլոր ռեալիզացնելու եմ, Հայաստանը չունի այդ բուհերը, չի կարող սպասարկել, այդ մինչև կաշառքը, մինչև կրթության պակասը, մինչև այդ ռեֆորմը, դուք պատկերացնում եք ուր է հասնելու սրանց արածը, ով ինչ է կերել, ինչ չի կերել, այդ հաշիվները, այդպիսի մի բան, մի համալսարան է պետք, հայկական համալսարան, ոչ թե ասենք օգնեն ստեղծեն, որտեղ լինի նաև քաղաքագիտության իսկական ֆակուլտետ։ Ես հայ ժողովրդին ուզում եմ զգուշացնել, առանց քաղաքագիտական գիտելիքի ոչինչ հիմա չի ստացվելու։ Այդ որ գինեկոլոգ, անասնաբույժ բերում դնում են քաղաքագետ, SSS, այդ բոլոր փչացնում են գործը։ Իսկ մեզ շարժվել է պետք։ Ժամանակը մեզ չի սպասում, արագությունները տեսեք, ինչ արագություններով է աշխարհը վերափոխվում։ Այս շանսը ինչ է այսինքն մենք պատկերացրեք 20 թվին նոյեմբերից հետո այս ռևանշիստների այս ոհմակները, որ կառավարության անդամների հետևից էին վազում, պաշտոն էին, չէ, կառավարության շենք էին մտել եւ այլն, որոնցից ոչ մեկը երևի չպատժվեց նույնիսկ։ Արարատ Միրզոյանին ծեծեց։ Հա, հիմա շատ ուրեմն այս բոլորը պիտի բանարվի, դրա փոխարեն մենք պիտի ունենանք Հայաստան, որ արագ զարգանա։ Ուրիշ տարբերակ մենք չունենք, այս ժամանակ խնդիրը ոնց է, ուժեղ կլնես, բարեկամներդ կշատանան, թույլ կլնես, պետությունները Գումբլովիչկա, ավստրո-հունգարական սոցիոլոգ է, լավագույն, ով որ գիտի 10-րդ ասում է, որ թուլացող պետությանը հոշոտում են առաջին հերթին բարեկամ հարևանները, ուրեմն հոշոտում են եւ այլն։ Ուզում եմ ասել, այս բոլորը մեր համար է եւ ինչքան կզորանանք եւ այլն, եւ նաեւ այսպես Իրանի Իսլամական Հանրապետություն շատ կարևոր է, լավ պիտի հասկանալ, մեզ համար չափազանց կարևոր է, Իրանը պիտի իմանա, որ մենք, ինչպես որ ես հունիսի 4-ին բազմաթիվ պետական, ոչ պետական հանդիպումներ եւ այլն բարձր իսկապես փայլուն ուղևորություն են կազմակերպել, ես բոլորին էլ ասում եմ, որ ինչ լինի չլինի, Հայաստանի Հանրապետությունը իր տարածքից որևէ գործողություն
թույլ չի տա Իրանի իսլամական հանրապետության հանդեպ անկախ այն բանից Իրանում ինչ ռեժիմ կլինի ուրեմն սա մենք իրենք պիտի ասենք եւ սա հավասարակշռության հայեցակարգի մեջ հիմա որ չէ Եվրոպա եւ այլն Իրանը որի համար կենսական է արևելք է թե արևմուտք է Եվրոպա է թե Աֆրիկա է այսինքն ուզում եմ ասել այս բաներն տիրապետելը պետք է արվի մնացած օքեյ է լավ Աստված ով կմտածեր որ մենք այս հաջողությունը կունենանք ընդ որում սա չի գալիս գաղութ դարձնողը գալիս է նա ովքեր որ ուզում են Հայաստանը պետություն եւ իմ կողմից ասեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անունից իրավունքն ունեմ պարոն Դիվենսին որ դուք գալիս եք Հայաստան այն երկիրը որտեղ արարվել է Աստծո բոլոր գործերը Հայաստան աստվածաշնչյան երկիր է Աստծո երկիր է չպետք է բանանել այդ փաստերը շատ լավ օգտագործում են հրեաները քարոզչան մեջ իրենց բարագայով էլի եւ ամերիկացիների համար դա շատ կարեւոր է այս բոլշևիկների համար կարեւոր չէ էլի հասկանում եք ոնց է բարով գան մասսները ձեզ ողջունում են անկախ երված են թե չէ եւ մնացածը ժամանակը ցույց է հզոր Հայաստան էլի ուժեղ որսը Շնորհակալություն եմ հայտնում պարոն Շիրինյան շնորհավոր մեր բանակից շնորհավոր եւս մեկ անգամ այո խաղաղություն մեր սահմաններին Երբել է պետք է ինչ որ եղել է չպետք է նստել էլիս նստել անընդհատ շարունակել մի քանեսին ձերբակալեք շարժվեք առաջ բայց ցույց տվեք ովքեր են դավաճանները պարտադիր իհարկե Այսօր այսքանով ավարտենք հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ